Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Եղիազարյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակի հիմնադիր ղեկավար Մակար Եղիազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Եղիազարյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, ինչպե՞ս է ձեր տրամադրությունը։ Շատ բարձր, շատ լավ, շնորհակալ եմ։ Ինչպիսին է տպավորությունը փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի վերաբերյալ, ձեր գրասենյակը որ տաղավարի ներքո է ներկայանում եւ ինչ ձևաչափով։ Մեր գրասենյակը ներկայացված է էքսպոյին, շատ ուրախ եմ դրա համար, կարծեմ առաջին համարի ներքո։ Ընդհանուր առմամբ ես նման միջոցառումները շատ բարձր եմ գնահատում, որովհետև տալիս են զարգացման մոտիվացիա, գործընկերների հետ շփվելու, փորձի փոխանակման, նոր փորձառություն ձեռք բերելու եւ ընդհանրապես աշխարհայացքի զարգացման հնարավորություն։ Քանի տարվա պատմություն ունի գրասենյակը, կնշեք։ Գրասենյակը կարող եմ ասել, որ հիմնադրվել է 2011 թվականից, սակայն փուլային զարգացման ճանապարհ է անցել եւ ավելի ինտենսիվ սկսել է զարգանալ 2018 թվականից։ Հիմա կարող եմ ասել բավական ճանաչված եւ բավական կայացած է արդեն, այսինքն անցել ենք շատ դժվար ճանապարհ եւ հիմա ամեն ինչ մի քանի անգամ ավելի հեշտ է, քան նախկինում։ Ես եւս կարող եմ իհարկե վստահորեն ասել, որ նաեւ հանդիսության վստահությունն է բարձր գրասենյակի նկատմամբ։ Գրասենյակը բազմապրոֆիլ է, անդրադառնում եք տարբեր ոլորտների, կնշեմ քաղաքացիների համար, նաեւ մանրամասնեք հիմնականում որ ոլորտներով է մասնագիտացած։ Հիմնական մեր այսպես ասած առանցքը գործունեության տնտեսական շահերն են։ Ավելի շատ աշխատում ենք կազմակերպությունների, կորպորատիվ ուրեմն վստահորդների հետ, բայց նաև կարող եմ ասել, որ որոշակի առանձնահատկություն ունենք, դա այն է, որ զբաղվում ենք նաև կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության եւ կայունացման process-ներով, հաշվի առնելով, որ ինքս հանդիսանում եմ նաև անվճարունակության ոլորտի մասնագետ, այդ փորձառությունը հնարավորություն է տալիս խնդիրները դիտարկել նաև այլ տեսանկյունից եւ որպես փաստաբան հիմա կարող եմ նշել, որ որոշակի ֆինանսատնտեսական գիտելիքները փաստաբանին տալիս են շատ ավելի մեծ արդյունավետություն, որովհետև միայն իրավական խնդիրները դիտարկել եւ փորձել խնդիրների լուծում տալ առանց տնտեսագիտական կողմը վերլուծելու շատ հաճախ չի հանգեցնում լավագույն լուծումների։ Հետևաբար հասկանալով ֆինանսատնտեսական խնդիրների պատճառները եւ դրանց լուծման հնարավորությունները եւ ինչպես նաեւ որոշակի գիտելիքներ ունենալով հաշվապահությունից ընդհանրապես կազմակերպության, դա տալիս է այն հնարավորությունը, որ մենք խնդիրներին տանք համալիր լուծում։ Եվ շատ հաճախ նաեւ առնչվում ենք սնանկության արդեն ոլորտում հայտնված կազմակերպությունների հետ։ Կարող եմ նշել, որ մեր երևի առանձնահատկություններից մեկը այն է, որ ունենք կազմակերպությունների առողջացման բավականին մեծ փորձ, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև շատ հաճելի է, երբ որ տեսնում ես արդեն իսկ խնդիրների ճիրաններում հայտնված տնտեսվարողներին, որոնք վերականգնել են իրենց բնականon գործունեություն։ Պարոն Եղիազարյան, դուք ինչպես եք գնահատում սնանկության օրենքի նոր փոփոխությունները։ Ես ինքս ակտիվորեն մասնակցում եմ օրենսդրական այս գործընթացներին, հաջատեղյակ եմ բոլոր զարգացումներին, կարող եմ ասել, որ առաջին մեծ, այսպես ասած, առավելությունը այն է, որ առաջին անգամ ընդունվում է այս օրենսդրությունը օրենսգրքի տեսքով։ Այսինքն մինչև հիմա մենք ունեցել ենք օրենք, սնանկության մասին օրենք, սակայն այսուհետ ունենալու ենք օրենսգիրք, ինչը որ համալիր կերպով կարգավորելու է այս ոլորտը։ Օրենսգիրքը ունի մի շարք նորամուծություններ, մի շարք նոր գործիքներ եւ կարող եմ ասել, որ բավական պրոգրեսիվ օրենսգիրք է, իր մեջ պարունակում է ոչ միայն նյութաիրավական կարգավորումները, այլ նաեւ ընթացակարգային պրոցեդուրալ կարգավորումները, այսինքն դատավարությունները եւս այսուհետ կարգավորվելու են սնանկության օրենսգրքին համապատասխան։ Ներմուծվել են նոր ինստիտուտներ, ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, սակայն ես նաև կարող եմ մատնանշել շատ այսպես խնդիրներ, մարտահրավերներ, որոնք կարող են գալ այս նոր օրենսգրքի ընդունմամբ։ Մասնավորապես ամենամեծ խնդիրը տեսնում եմ նրանում, որ շատ դժվարանալու է ֆիզիկական անձանց
սնանկ ճանաչվելու գործընթացները։ Իհարկե ներկայումս արկային այն մտահոգությունները, որ որոշ դեպքերում չարաշահվում է սնանկության գործիքակազմը, մարդիկ օգտագործում են պարտքերից ազատվելու համար այն պարագայում, երբ որ իրականում միգուցե չկա դրա նախադրյալը, սակայն կարծում եմ, որ կարելի է գտնել ավելի հավասարակշռված լուծումներ։ Ներկայիս կարգավորումները, որոնք արդեն իսկ առկա են օրենսգրքում, հանգեցնելու են կամավոր սնանկության դիմումների կտրուկ կրճատման, ինչպես նաև հարկադրված սնանկության դիմումները եւս կրճատվելու են։ Եղազարյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակը այն գրասենյակներից է, որը մշտապես փաստաբանների պալատի բոլոր նախաձեռնություններին միանում է եւ իրականացնում է, մասնավորապես անվճար իրավաբանական խորհրդատվությանը վերաբերելի ակցիաներին եք դուք նաեւ մասնակցում։ Ինձ հետաքրքիր է իր առաքելությունը իրականացնելիս գրասենյակը ինքն էլ անվճար իրավաբանական խորհրդատվություն չի խուսափում տրամադրել քաղաքացիներին, ովքեր հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ չեն, բայց եւ փաստաբանական ծառայություններից օգտվելու մեծ ֆինանսական հնարավորություն էլ չունեն։ Սերվի ջան, ես կարծում եմ, որ պրո բոնո ծառայությունը, այսինքն անվճար իրավաբանական ծառայությունը, ընդհանրապես թե իմ թե մեր գրասենյակի համար, այսպես դա բնական process է, դա ոչ թե ինչ-որ ակցիայի տեսք ունի, որ մենք մեկ ամիս հայտարարում ենք ակցիա կամ ինչ-որ առիթով տոնի կապակցությամբ եւ այլն։ Ընդհանրապես իմ համար սկզբունքային է եղել ամբողջ իմ մասնագիտական կյանքի ընթացքում մարդկանց տրամադրել անվճար իրավաբանական օգնություն, եթե մարդը դրա կարիքը ունի։ Պետք է հաշվի առնել, որ ի վերջո փաստաբանական գործունեությունը ինքը կլասիկ բիզնես գործունեություն չի։ Դա նաև իրավապաշտպան գործունեություն է եւ ընդհանրապես նույնիսկ եթե հակառակ կողմից էլ նայենք, լավ փաստաբան դառնալու համար կարծում եմ, որ այդ անվճար իրավաբանական օգնության ճանապարհը դու պետք է անցնես, որովհետև այն վստահությունը, որ տարիների ընթացքում կուտակվում է, նաև պայմանավորված է նրանով, որ պետք է սրտացավություն ցուցաբերել հասարակության նկատմամբ։ Եվ մի գաղտնիք բացահայտեմ իմ միգուցե ավելի երիտասարդ գործընկերների համար, եթե դուք ուզում եք, որ այսպես հետագայում հաջողություններ ունենաք, ավելի շատ վստահողներ ունենաք, այդ անվճար իրավաբանական օգնությունը դրա շատ մեծ այսպես հնարավորություն է տալիս, որովհետև ընդհանրապես մեկ գոհ եւ բավարարված գործընկերը վստահորդը հետագայում կարող է քեզ բերել շատ ու շատ վճարունակ եւ շատ կարեւոր վստահորդներ։ Հետևաբար միշտ պետք է դրան ուշադրություն դարձնել։ Այո, ճշմարիտ էր ասված։ Եվ վերջում, ունեք նպատակներ, նախաձեռնություններ դեռ իրականացվելիք, որոնց մասին կուզեք խոսել։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ պետք է միշտ մտածել զարգացման մասին։ Հենց որ դադարում է զարգացման մասին մտածելուց, ուղղակի լճանում է եւ կորում է ընդհանրապես էնտուզիազմը, մոտիվացիան աշխատելու։ Ես միշտ խրախուսում եմ նորամուծությունները եւ իմ գործընկերները շատ լավ գիտեն, որ եթե մի հատ լավ միտք երբևէ ինչ-որ առաջարկվում է, ես միշտ կողմ եմ անկախ դրա բյուջեից, անկախ հնարավորություններից միշտ կողմ եմ, որ դա զարգացնենք։ Իհարկե ունենք շատ նոր ծրագրեր գրասենյակի զարգացման կապակցությամբ, չեմ ուզում հիմա մատնանշել կոնկրետ ինչ-որ բան, բայց կարող եմ ասել, որ ներկայիս այս արհեստական բանականության, ավտոմատացման եւ այլն գործիքների պարագայում հետ մնալ այդ ամեն ինչից, կարող եմ ասել, որ դա հանգեցնելու է շատ ծանր հետևանքների։ Հետևաբար պետք է ամեն օր մտածել, կարդալ, սովորել, հասկանալ, թե ինչ նորամուծություններ կան աշխարհում եւ հիմա երևի ամենաշատ ուշադրություն դարձնում ենք հենց արհեստական բանականության եւ ավտոմատացման գործիքների ներդրմանը։ Եվ բնականաբար փորձում ենք նաև հարմարվել օրենսդրական, այսպես փոփոխվող, անընդհատ փոփոխվող համակարգին եւ լինել տեղեկացված, որովհետեւ ինչպես գիտենք, օրենսդրությունը կենդանի օրգանիզմ է եւ ամեն օր ինչ-որ բան է փոխվում, պետք է հասցնել դրա հետևից։ Շնորհակալություն շատ ձեզ, մաղթում եմ դրական եւ գեղեցիկ օր։ Շնորհակալ եմ ձեզ, միշտ հաճելի է ձեր հետ հարցազրույց ունենալ։ Շնորհակալություն։